Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացել Վանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը Վանում շուտով տեղի կունենա եւ կավելացվի եւս մեկ ներկայացուցիչություն Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելություններին, ասել է նա իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Թուրքիա իր այցի վերջին օրը աղոթք է մատուցել Ստամբուլի հայ առաքելական եկեղեցում։ Պապը ողջունել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, ինչպես նաև Թուրքիայում գտնվող ամբողջ հայ առաքելական համայնքին։ Նա գոհություն է հայտնել Աստծուն հայ ժողովրդի քաջերի քրիստոնեական վկայության համար։ Լևոն 14-րդը հիշեցրել է, որ Հռոմի Պապի եւ Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին Պողոս 6-րդ Պապի եւ Ազգեն առաջին կաթողիկոսի միջև։ Նշենք, որ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Ստամբուլում այցելել է նաև Պոլսո հայոց պատրիարքարան Նիկիայի ժողովի 1700-ամյակի առիթով կատարած իր առաքելական այցի ընթացքում։ Պատրիարք Սահակ Մաշալյանը տաճարում դիմավորելով Պապին ողջույնի խոսքում ընդգծել է քրիստոնեական միության կարևորությունը, Նիկիայի ժառանգությունը եւ երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերը։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին հայ ժողովրդի ու վտանգի տակ գտնվող քրիստոնյա համայնքների հանդեպ ցուցաբերած աջակցության համար, հիշեցնելով, որ հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը տառապանքների ժամանակ եւ որոնք մոտ կանգնեցին վտանգի տակ գտնվող քրիստոնյա համայնքներին ու թիկուն կանգնեցին ճշմարտությանը այն ժամանակ, երբ աշխարհը տատանվում էր։ Սահակ Մաշալյանը խոսել է նաև Մերձավոր Արևելքի եւ Թուրքիայի քրիստոնյաների դժվարությունների մասին, կոչ արել Պապին օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանի, հատկապես Լիբանանի քրիստոնյաների անվտանգությունը ապահովելու համար։ Դոկ կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Դիմում ենք մեր բոլոր աջակիցներին եւ համախոհներին։ Վերջին օրերին նկատվում են դեպքեր, երբ անհատները կուսակցության անունից հրապարակումներ կամ հայտարարություններ են անում։ Մենք հայտնում ենք մեր հստակ դիրքորոշումը։ Մեր կուսակցության անունից հայտարարություններ անելն արգելվում է։ Մենք գնահատում ենք ձեր աջակցությունն ու վստահությունը, հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը, սակայն հիշեցնում ենք, մեր կուսակցության անունից խոսելու իրավասություն ունի միայն կուսակցության վերնախավը։ Կուսակցության անդամները անգամ զերծ են մնում ինքնուրույն հայտարարություններ տարածելուց։ Նրանք լուռ եւ կարգապահորեն սպասում են կուսակցության պաշտոնական հաղորդումներին, չեն կատարում որևէ հրապարակային քայլ առանց իմացության եւ հետեւում են միայն մեր պաշտոնական ուղերձներին։ Ուստի կրկին հաստատում ենք, մեր անունից արված չարտնված հայտարարությունների համար կուսակցությունը պատասխանատվություն չի կրում։ Խնդրում եւ պահանջում ենք բացառել նման դեպքերը, պահպանելով ներքին կարգապահությունն ու միասնականությունը, ասված է Դոկ կուսակցության հայտարարության մեջ։ Կալիֆոռնիայում երեխայի ծննդյան երեկույթի ժամանակ կրակոցներ են հնչել, կա 4 զոհ, 10 վիրավոր։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել պաղպաղակի խանութում։ Կասկածյալը դեռ չի հայտնաբերվել։ Զոհերի թվում եղել են ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ կասկածյալ հրաձիգին չեն բռնել եւ օգնության խնդրանքով դիմել են հանրությանը։ Դետեկտիվները փորձում են պարզել նրա հնարավոր շարժառիթը։ Նկատենք, որ Սթոքթոնը 320,000 բնակչություն ունեցող քաղաք է, որը գտնվում է Սակրամենտոից մոտ 64 կիլոմետր հարավ։ Ավելի վաղ նոյեմբերի 27-ին հրաձգություն էր տեղի ունեցել Սպիտակ տան մոտակայքում։ Արդյունքում վիրավորվել էր Ազգային գվարդիայի 2 աշխատակից, որոնցից մեկը մահացել էր հաջորդ օրը ստացած վնասվածքներից։ Չինական արտադրության մարդանման ռոբոտը 3 օրվա ընթացքում 100 կիլոմետր ճանապարհ է անցել։ Դրանով նա համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Սա մարդանման ռոբոտի անցած ամենաերկար ճանապարհն է։ 1.69 մետր բարձրությամբ Աջիփոտ A2-ը նոյեմբերի 10-ի երեկոյան դուրս է եկել Չինաստանի արևելյան Սուշչոու քաղաքից, որպեսզի նոյեմբերի 13-ին հասնի Շանհայի պատմական բունտ շրջան։ Համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունները հսկայական գումարներ են ներդնում ֆիզիկական արհեստական բանականության մեջ, որը կարող է ընկալել խոսքը եւ կողմնորոշվել տարածության մեջ։ Չինաստանի կառավարությունը խրախուսում է տեղական ընկերություններին մշակել նման ռոբոտներ, հույս ունենալով դառնալ համաշխարհային առաջատար այս ոլորտում։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Հռոմի Պապի մասնակցությամբ հայր մերը Ստամբուլի հայ առաքելական մայրտաճարում։
Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։